Իրոք որ մեր երկիրը շատ հետաքրքիր է բացի իր տեսակով, իր էներգետիկայով, նաև մարդկանցով ու մարդկանց նույնիսկ հենց այդ բարբարի մեջ նույնպես կա քաղցրություն, էներգիա եւ ինչպես նաև Հայկը նշեց, երաժշտություն։ Չէ՞ որ ամեն մի բարբարի մեջ այդ հնչյուններ կան, որոնք որ գեղեցկացնում են ու տիպիկ բնութագրում նույնիսկ այդ տեղանքի ժողովրդին։ Շատ շնորհակալություն Անուշին տեսանյութի համար, եւս մեկ անգամ մեր բարբարներին ծանոթանալու համար, իսկ հիմա սերները շարունակելով մեր այսօրվա թողարկումը ուզում ենք խոսել մի շատ կարևոր օրվա մասին, որը տեղի կունենա մայիսի 14-ին։ Խնդրում եմ շատ ուշադիր եղեք, հատկապես երեխաներին նույնպես ներգրավեք այս թեմայի մեջ, որտեղ շատ կարևոր տոն ենք միասին նշելու։ Մայիսի 14-ին Հայ առաքելական Սուրբ եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը ու հենց այս թեմայի շուրջ մենք ունենք հրաշալի հնարավորություն խոսելու շատ կարևոր մարդկանց հետ։ Ես ներկայացնեմ մեր հյուրերին, մեզ մոտ աղավարում են Արարատ Քահանա Օրդոյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվը, բարի լույս։ Բարի լույս։ Եվ շնորհակալ ենք շատ։ Եվ Գրիգոր Հարությունյանը, Հայ առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության հոգևոր խորհրդի անդամը, բարի լույս։ Բարի ձեզ։ Բարի լույս։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնել ու ձեզ հետ օրը սկսել։ Առաջարկում եմ մեր զրույցը սկսենք առասարակ տոնի մասին խոսելով ու տոնի մասին կարևորելով եւս մեկ անգամ հիշեցնելով, թե այս տոնը ինչի մասին է, երբ վանից կա, ինչի ենք մենք դա տոնում ու ինչ կարևորություն ու խորհուրդ ունի նաեւ իր մեջ։ Իրապես այս տոնը շատ մեծ խորհուրդ ունի իր մեջ։ Այս տոնը տոնում ենք շատ վաղուց։ Մեր Տերը Հիսուս Քրիստոս հարություն առնելուց հետո 40 օր շարունակ եղավ երկրի վրա։ Հայտնվեց տարբեր մարդկանց, առաքյալներին, հավատավոր համայնքի անդամներին, անհավատներին, ովքեր Տիրոջը հարություն առած տեսնելով դարձի գալով ընդունեցին Քրիստոսին իրենց սրտի մեջ։ Եվ 40 օր հետո Զիթենյաց լեռան բարձունքին առաքյալներին այդտեղ նշան տալով, հրավիրելով, կանչելով այդտեղ, Տերը իր աշակերտների առաջ համբարձվեց երկինք, բարձրացավ երկինք, ավետարանում պարզ բառացիորեն նշված է, թե ինչպես է Տերը համբառնում երկինք եւ ամպը ինչպես է ծածկում Հիսուս Քրիստոսին առաքյալների առաջ։ Եվ հենց այդ պահին գործ քառակելոցում նշվում է, որ հայտնվեցին երկու սպիտակ զգեստներով մարդիկ, այսինքն նկատի ունի հրեշտակներին, ովքեր որ խոսք ուղղելով առաքյալներին ասեցին, թե ինչու եք այդպես զարմացած նայում, Քրիստոսն է, որ բարձրացավ երկինք, ինչպես որ բարձրացավ երկինք, երկրորդ գալստյան ժամանակ այդպես եւ գալու է։ Եվ մենք համբարձման տոնը, մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի համբարձման տոնը միշտ տոնում ենք։ Եվ գիտեք ինչն է շատ հետաքրքիր, որ սա այս տոնը դարձել է մեզ համար շատ կարևոր ազգային տոներից մեկը, կամ ինչպես ժողովուրդն է ասում, ջանգյուլումը, եւ շատ հետաքրքիր տարբեր ավանդույթներով, երկուպարով, խաղերով անցկացնում կամ իրականացնում ենք այս տոնը։ Այ շատ ճիշտ տեղն է կարծում եմ խոսելու, որ այո, կարևոր է ի սկզբանե իմանալ տոնի հոգևոր խորհրդի մասին, բայց մեր ժողովուրդը շատ հետաքրքիր է նաև իր ծիսակարգերով եւ ամեն տարածաշրջան գուցե տարիների ընթացքում իր ծիսակարգերն առաջ բերել, համենայն դեպս դուք վաղ ինչ եք առաջարկելու, որն են ազգային են, ավանդական են, իսկականը, որը վերաբերում է համբարձման տոնին եւ ինչ է սպասում երեխաներից սկսած մինչեւ մեծահասակներին վաղը։ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ բարձրաշնորհ Տեր Նավասարդ arczepiskopos Կճոյանի օրհնությամբ վաղը ամսի 14-ին մենք նախատեսել ենք գեղեցիկ միջոցառում Վան ազգային ազգագրական համույթի հետ մեկտեղ, կենտրոն համայնքապետարանի հետ մեկտեղ, Սուրբ Սարգիս եկեղեցու բակում հավաքվելով երեկոյան 18:00-ին երկու պարով, խնջույքով, ուրախությամբ մենք պիտի քայլենք դեպի անգլիական այգի։ Մասնակցելու են Արարատյան հայրապետական թեմի երիտասարդաց միության անդամները, հավատավոր ժողովուրդը եւ բոլորին ի սրտե հրավիրում եք մասնակցելու այս գեղեցիկ տոնին եւ միջոցառման ազգային
հատվածի ներկայացումը, ցուցադրություն, ասենք, ուսուցում, ասենք, մասնակցություն, ասենք, չէ որ սա մի տոն է, որին մասնակցում են բոլորը, ոչ միայն կազմակերպողները, այլ ներկաները։ Տեղի կունենա հենց անգլիական այգում, հիմնական մասը այնտեղ պիտի լինի, բայց կարևոր է որ այս երթի ընթացքում, քայլերթի ընթացքում մեր ժողովուրդն էլ մասնակցի եւ փորձենք վերականգնել այն հին ավանդույթներն ու գեղեցիկ սովորույթները, որ եղել են մեր մեջ։ Մենք քիչ բանց կխոսենք նաև Գրիգորի հետ թե վաղը չեմ իսօր վաղը այսքան ամս 14-ին ինչպես ենք նշելու, բայց օրինակ անկեղծ հետաքրքիր էր։ Ինչպես է առասարակ միշտ նշվել։ Մենք մինչև եթեր դուրս գալը խոսում ենք այ երեխաների մասին, թե որ բակերում լցված են երեխաները ու ջանգյուլում են խաղում, գնում այստեղ այնտեղ դռներն էին թակում, անում եք ինչ-որ մի նվեր էր պահանջում։ Այ հենց դրա մասին վերհիշեցնենք նույնիսկ մեր շատ կարևոր բանի մասին ասեցիք, որովհետև երբ ես հիշում եմ իմ մանկական մանկության տարիները, բակի երեխաներով, հարևաններով հավաքվում էինք ջանգյուլում, երգելով, երկու պարով, թակում էինք հարևանների տները եւ գաթաներ էին մեզ նվիրում, ուտելիքներ էին գեղեցիկ, քաղցրավենիքներ էին տալիս եւ վերջում արդեն միասնաբար փոքրիկ խնջույքով այսպես տոնում ենք ջանգյուլումի տոնը, բայց ցավոք սրտի հենց դա նկատի ունեի, որ վերականգնելու կարիք կա։ Մենք ցավոք սրտի այսօր այս տոնին շենքերի բակերում չենք տեսնում, այգիներում չենք տեսնում սա, չէ որ ցանկացած ազգային տոն, ավանդույթ, երբ անցել է տարիներ, տասնամյակներ կամ հարյուրամյակներ թրծվելով պատմության թողուբոհի մեջ, ինքը արդեն իր մեջ ուսուցողական շատ մեծ տարր ունի, դաստիարակչական տարր ունի, եւ մենք պարտավորություն ունենք այս դաստիարակչական տարը, ուսուցումը, ազգային ավանդույթը փոխանցելու եւ ուսուցանելու մեր նոր սերնդին, նոր եկող սերնդին։ Շատ շնորհակալություն։ Օրինակ անկեղծ ինձ հետաքրքիր է դու հիշում ես, որ մանկության ժամանակ նմանատիպ տոն, այս հենց համբարձման տոնի հետ կապված ջանգյուլում խաղերը։ Միանշանակ հիշում եմ ու ոչ միայն ջանգյուլումը, ես հիշում եմ առհասարակ նաև տաղավար տոներին, թե ինչ էր կատարվում մեր բակերում, կապված մեր հայ առաքելական եկեղեցու տոների հետ, զատիկը, մեր վարդավառը ջրոցին շատ հայտնի, դա իսկապես տոներ ու բակերում ասեղ գցելու տեղ չկար, որովհետև համենայն դեպս մենք փորձում ենք նաև բուն հոգևոր խորհրդին տիրապետել ու հետո արդեն խաղալ ու վայելել տոնը Հուսանք վաղը նույնպես։ Վաղը նույնպես, դա այո, մեր հայրենակիցներին ու մանուկներին կսպասի, իսկ հիմա վերադառնանք մեր երիտասարդաց միությանը ու նրա մասնակցությանը, հասկանանք ինչ կարևոր դեր ունենք մենք վաղվա տոնին։ Տեսեք, վաղվա տոնը ես մի քիչ կամ ավելի խորքից հա տոնի, քանի որ ինչպես գիտենք այն եւ եկեղեցական շրջանակներում է նշվում եւ ժողովրդի մեջ մեծ տարածում է ունեցել ժամանակին, մեր ժողովուրդը շատ է սիրել եւ վիճակի տոն է կոչել սա։ Ինչու էր վիճակի տոն, քանի որ աղջիկները նախորդ օրը չորեքշաբթի մինչև լուսածակը հավաքել էին 7 աղբյուրից 7 բուրջուր։ Այսքան այսօր պետք է գնանք այդ նույն բաները։ Աղջիկներ ուշադիր է։ 7 աղբյուրից 7 բուրջուր, 7 տարբեր ծառերից 7 ծառերից ճյուղեր, 7 տարբեր ծաղիկներ եւ իմի բերելով դրանք հավաքել են կճուճի մեջ։ Հիշում ենք Թումանյանի հայտնի Անուշ պոեմը, որտեղ ասում է օխտ աղբյուրից ջուր է առել կույսափորով լուռու մունջ, օխտը ծաղկից ծաղիկ քաղել, կապել սիրո ծաղկեպունջ։ Եվ օխտը 7-ներ։ Եվ 7-ը պատահական թիվ չէ, մենք գիտենք քրիստոնեության մեջ, սա հավերժականության գաղափարն է գրում իր մեջ, եւ ժողովուրդը փոխարել է սա փաստորեն քրիստոնեությունից, եւ այս ամբողջ ընթացքում տղաները փորձել են սրախոսություններով, կատակաբանություններով խանգարել աղջիկներին, որ չհասնեն իրենց նպատակին եւ չկազմեն այդ բողջան, այսպես ասած վիճակի։ Այո, վայ տղաներին, սակայն աղջիկները իրենց առաքելությունն են կատարել եւ հաջորդ օրը արդեն 5-շաբթի օրը բուն վիճակի տոնին, ջանգյուլումի օրը, ջանգյուլումի երկեցողության ժամանակ կրծեր աղջկան հագցրել են հարցի շորեր եւ վիճակը հանել է նա եւ այդպիսով որոշվել է թե նրան բարի բախտ են մաղթում, թե դժբախտություն են մաղթում։ Սա մի քիչ ազգային պատմությունից։ Իսկ ինչ է սպասվելու վաղը։ Շատ հետաքրքիր է իրականում։ Շատ լավ է, որ նաև մենք ունենք հնարավորություն այս ամենը պատմելու, ներկայացնելու նաև մեր հայրենակիցներին։ Շատ կարևոր է նշել, որ այդ վիճակի խաղի ժամանակ, թե վաղը մենք ինչ ենք նախատեսում։
ինչ որ Գրիգորը նշեց բացական երանգների այդ խաղերի մասին, մենք վաղը որոշել ենք սափորների մեջ կլինեն վիճակներ անշուշտ, բայց վիճակների մեջ պիտի գրված լինեն ավետարանական, բարի մաղթանքներ, պատգամներ, Դժբախտության հետ կապված ոչ մի բան չկա։ Հետի ժողովուրդն աղորին է։ Անշուշտ, միայն դրականը, միայն բարեմաղթանքը, միայն դրական լիցքերով լի փորձենք այս կերպ իրականացնել, կազմակերպել մեր միջոցառումը ուրախությամբ։ Հրաշալի։ Դե ինչ երիտասարդաց միությունը ինչ մասնակցություն ունի իր երկով բարով տեղեկություններ փոխանցելով մի քիչ ձեր ակտիվության մասին խոսենք։ Վերջում մենք գիտենք, որ նույնպես գաթաներ են լինելու, հյուրասիրություն է լինելու։ Երիտասարդաց միությունը ընդհանրապես շատ մեծ ակտիվություն ունի թեմական միջոցառումներին։ Ամեն տարի նշվում է տարբեր տոներ են նշվում եւ այս տարի բացառություն չէ համբարձման տոնը եւ երիտասարդները այն տարածողներն են այն կորովն է նրանց մեջ այն ուժն է որը որ փոխանցում են ժողովրդին եւ մասնակիցը դարձնում կարծեք համայնքներին այս գեղեցիկ միջոցառմանը որը պիտի տեղի ունենա նաեւ վաղը Շատ լավ։ Իսկ թվում է մեզ մնում է միայն այսօրվանից սկսած այդ ակտիվությունը պահենք, որպեսզի վաղը նույնպես ֆիքսենք, որ Սուրբ Սարգսից ժամը 18:00 ճիշտ եմ հիշում։ Այո։ Մի մեծ խինդ ուրախությամբ, մի մեծ տոնակատարությամբ, դհոլ զուռնով, երաժշտությամբ, ազգային պարերով, նույնիսկ քայլերով գնալու ենք այդ լավ տրամադրությունը փոխանցելով փողոցում կանգնած թե մեր օտարերկրացի հյուրերին, նաև ներկայացնելով մեր պատմությունը, մեր առաքելական եկեղեցու պատմությունը, թե նաև նոր սերնդին երիտասարդներին, երեխաներին ներգրավելով մեր պատմության մեջ եւ մեր մշակույթի մեջ եւ մեր հավատքի եւ կրոնի մեջ։ Իսկ անգլիական արտենայգիում կսպասվի հիմնական միջոցառումը, այո։ Մենք ձեզ շնորհակալություն ենք հայտնում, որովհետև այո, մենք իրապես ունենք հնարավորություն մեր գրականության միջոցով, մեր եկեղեցու պատմությանը հետևելու միջոցով հավատարիմ մնալ ակունքին, մեր ինքնությունը պահպանելով, իսկ վաղը այդ հրաշալի տարբերակներից մեկն է, որպեսզի մենք հասկանանք ինչ է տոնի հոգևոր խորհուրդը, մասնակցենք երկու պարին վիճակին, որտեղ միայն լինելու են մաղթանքներ, այն հոգևոր խորհրդով հագեցված, այնպես որ սա մեծ առաքելություն է, որ վաղը կդառնա իրականություն։ Շնորհակալ ենք ձեզ։ Շնորհակալություն ձեզ լավ օրվա շարունակություն։ Աստծո օրհնությունը ձեզ։ Ամենայն բարիք։ Շնորհակալ ենք։ Մենք շարժվենք առաջ, սա առավոտ լուսոն է, սիրելիներ։